Sportcast. Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, Sportcast-ի հերթական թողարկումն է, ֆուտբոլային խոշորագույն իրադարձություններ են առջևում մեզ սպասվում, դրանց մենք կանդրադառնանք այս թողարկման ընթացքում, ամենամոտալուտ իրադարձությունը իհարկե Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է, մենք մեր արդեն մի քանի օր առաջ նախորդ շաբաթ մենք անցյալում թողեցինք Եվրոպա լիգայի եզրափակիչը, դրա մասին ենք այս թողարկման ընթացքում խոսելու, իսկ զրուցելու եմ մարզական մեկնաբան հաղորդավար Արամ Սահակյանի հետ, Արամ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Նախ իհարկե Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է առջևում, իդեպ ես գիտեմ, որ դուք այդ եզրափակչին հետևելու եք հենց ստադիոնից, իհարկե ձեր գործընկերներն են մեկնաբանելու հայկական հեռուստատեսությամբ այդ խաղը, դուք էլ այնտեղից իհարկե ձեր ռեպորտաժները կանեք։ Հիմա մենք եզրափակչին անդրադառնալով իհարկե առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում եզրափակչի մասնակիցներին եւ զրուցենք, քննարկենք եւ վերլուծենք մասնակիցների այդ ուղին, որով իրանք ի վերջո եզրափակիչ հասան եւ մոտավոր հասկանանք, թե ով ինչ հնարավորություններ ունի ըստ խաղի, իրենց ցուցադրած խաղի այս եզրափակչում։ Մենք գիտենք, որ յուրաքանչյուր խոշոր եզրափակիչ այսպես ոչ շատ դիտարժան է անցնում։ Համենայն դեպս վերջին 30 տարում մենք կարող ենք երևի թե մատների վրա հաշվել այն եզրափակիչները, որոնք իսկապես դիտարժան են։ Կհիշենք 2005, 1999 այլ եզրափակիչներ, որտեղ որ ի վերջո տիտղոս նվաճող թիմը որոշվեց վերջի վայրկյաններին, վերջի րոպեներին։ Նախորդ մրցաշրջանի եզրափակիչը կարծես թե դարձյալ որոշ չափի հետաքրքիր էր, գոլերը շատ էին, գոլառատ էր, բայց ինչպես ասում են ռուսերեն վադնու կալիտկո, այսինքն մի դարպասին էին այդ գոլերը եւ Paris Saint-Germain-ը իր առաջի տիտղոսը նվաճելով փաստորեն նվաճեց բավական հեշտ խաղում։ Հիմա մենք ինչ ենք սպասում Փարիզից այս տարի։ Սկսենք առաջին հերթին գործող գավաթակրից։ Դե Paris Saint-Germain-ը ինձ թվում է այն որ նրանք գործող չեմպիոնն են, նրանց դարձնում է ֆավորիտ այս եզրափակիչում եւ նրանց անցած ճանապարհը նաեւ շատ ավելի բարդ էր, քան Arsenal-ին է, եւ Paris Saint-Germain-ը իմ կարծիքով վերջին տարիներին եվրոպական բոլոր գրանդ ակումբների նկատմամբ ունի մի հատ շատ մեծ եւ կարեւոր առավելություն։ Ինքը ոնց ուզի կբաշխի իր ուժերը մրցաշրջանի ընթացքում, երբ ուզի կխաղա մեծ ինտենսիվությամբ, երբ ուզի չի խաղա մեծ ինտենսիվությամբ, եւ դա գալիս է նրանից, որ շատ թույլ է Ֆրանսիայի առաջնությունը։ Նաև Ֆրանսիայի չմոռանանք, Ֆրանսիայի նաև ֆեդերացիան է, այսպես ակումբային օգնում եւ տեղափոխում են խաղերը։ Դա տեղի ունեցավ Լիվերպուլի հետ քառորդ եզրափակչից առաջ, բավական շատ քննադատվեց, որովհետեւ այսպես չեզոք մեկնաբանները նշում էին, որ փորձագետները, որ գիտեք, ոչ մրցակցային է կարծես, դե Լիվերպուլի խաղերը չեն տեղափոխում հասկանալի պատճառներով, որտեղ Անգլիայում դա նոնսենս է, հնարավոր չէ, բայց տեսեք Ֆրանսիան ինչ է անում, ընդ որում դա հիմնավորում է, որ մեր ակումբները այդ պահի դրությամբ քառորդ եզրափակչում, թե Paris Saint-Germain-ը, թե Ստրասբուրգը պետք է տեղափոխել խաղերը, որպեսզի լավ հանդես գան եւ լավ պատրաստվեն Չեմպիոնների լիգայի եւ Կոնֆերենցիոն լիգային համապատասխանաբար։ Երկու մրցաշրջաններն էլ PSG-ի, թե անցածը, թե այս մրցաշրջանը իրար նման են բավականին, որովհետեւ երկուսում էլ նրանք լիգայի փուլը հաղթահարեցին ոչ այդքան մեծ հեշտությամբ, հայտնվեցին անցումային փլեյոֆում եւ այսպես քայլ առ քայլ մարզավիճակ հավաքեցին արդեն մրցաշրջանի երկրորդ հատվածում եւ կրկնում եմ, սա նաեւ նրանից է, որ PSG-ն ներքին ճակատում չունի խնդիրներ, նրանք չեմպիոն դարձան Լանսի դեմ խաղում, որտեղ Լանսը շատ լավ ֆուտբոլ էր խաղում ու 20-ից ավելի հարված կատարեց, բայց PSG-ն միևնույն է հաղթեց այդ խաղը, ինձ թվում է այդ խաղը հենց շատ լավ ցուցիչ է, թե ինչի մասին է Ֆրանսիայի առաջնությունը։ Այո, կա Լանսը, կա Մոնակոն, չգիտեմ, Լիոնը, մյուսները, որոնք պայքարում են, կռվում են, փորձում են, բայց մակարդակով Paris Saint-Germain-ը շատ բարձր է եւ իհարկե Էնրիկեն էլ գիտի ինչպես է այդ ամեն ինչը կառավարել, մրցաշրջանի ընթացքում ինքն էլ ինչ ուզում անում է, բարձրանում տրիբունաներից խաղեր է նայում, առաջին խաղակեսը հետո իջնում է, այնպես որ PSG-ն շատ ազատություններ ունի, որոնք չունեն անգլիական թիմերը, չունեն իսպանականները, չունի նաեւ բավարիան
թեպետ երկրպագուների մոտ կա տենց թյուր կարծիք, որ Բավարիանն էլ այդ նույն թեթևությամբ կարող է հաղթել Բունդեսլիգան, բայց Բունդեսլիգան ուժով իմ կարծիքով Լիգա 1-ին մի քանի անգամ գերազանցում է, եւ մենք տեսանք օրինակ Չելսիի հետ ինչ եղավ, աշխարհի ակումբային առաջնությունը հաղթած թիմի, եզրափակիչում նրանց մրցակիցը PSG-ն էր, բայց ինչու PSG-ն ֆիզիկապես այդպես չպայթեց, ինչպես դա եղավ Չելսիի հետ, որովհետեւ PSG-ն ունի այդ հնարավորությունը խաղալ թույլ ինտենսիվությամբ, չօգտագործել իր առաջատարներին, չգիտեմ տեղեկս թե չէ, բայց օրինակ Ուսման Դեմբելեն այս մրցաշրջանում Լիգա 1-ի ընդամենը 1 ամբողջական խաղի է մասնակցել, սկզբից մինչև վերջ։ Դա խոսում է այն մասին, որ դու խնայում ես, փայփայում ես քո գլխավոր առաջատարներից մեկին մրցաշրջանի ամենակարևոր խաղերի համար։ Մի յուրահատկություն նշեցիք Արամ, այո, իսկապես տեսեք, փաստորեն նույնիսկ առանձնաբար յուրաքանչյուր ֆուտբոլիստ աստղը PSG-ի ունի արտոնություններ։ Մյուս լիգաներում, թե Անգլիայի Պրեմիեր լիգայում, թե Իսպանիայի Լա լիգայում, թե նույն Բունդեսլիգայում յուրաքանչյուր ֆուտբոլիստ այդ արտոնությունը չունի, նա աշխատավարձ է ստանում ամբողջական խաղեր խաղալու եւ նույնիսկ բոնուսային գումարներ է ստանում դրա համար։ Իսկ տեսեք PSG-ում, փաստորեն Դեմբելեն արտոնյալ է այդ պարագայում։ Նա իր գումարը վաստակում է եւ մարզչի նաեւ հայեցողությամբ է, մարզիչը խաղացնի այդ ֆուտբոլիստին տվյալ խաղում, թե ոչ, ֆինանսապես այդ ֆուտբոլիստը չի տուժում։ Հետաքրքիր շատ տեսակետ էր, դե Դեմբելեն նաև ոսկե գնդակի գործող դափնեկիր է, երբ թե այդ մասով էլ ինչ որ արտոնություններ ունի, դե Փարիզը երբեք Ֆուտբոլը աշխատանք չէ իրենց համար։ Աշխատանք է միանշանակ, բայց Փարիզը այդ գումարի խնդիրը երբևէ չի ունեցել, Նասեր Ալ-Խելայֆի ժամանումից հետո, եւ ես վստահ եմ, որ ղեկավարությանը հիմա ավելի շատ հետաքրքրում է հաղթելը, շատ ավելի շատ, քան տարիներ առաջ, եւ նրանք պատրաստ են ամեն ինչի վրա, այսպես ասած, աչք փակել։ Paris Saint-Germain-ի մասին խոսելիս դարձյալ մի կարևոր կետի անդրադարձակարեմ, տեսեք, Փարիզը արդեն որերորդ մրցաշրջան Լուիս Էնրիկեի գլխավորությամբ նախորդ մրցաշրջանում էլ դա տեսանք։ Այսպես մրցաշրջանի առաջի կեսում կարծես թե այսպես խաղը ամբողջովին այն չէր, այսինքն մարզավիճակի գագաթնակետին այդ թիմը չէր գտնվում։ Գագաթնակետին մարզիչը մարզչական շտաբը բերեց այդ թիմը երկրորդ մասում արդեն որոշիչ խաղերի պարագայում։ Նախորդ մրցաշրջանում այդպես էր, նույնը դուք նշեցիք այս մրցաշրջանում։ Լուիս Էնրիկեն դա ըստ երևույթի, քանի որ ինքը շատ են համեմատում, ասում են նա ժառագորդն է Խոսեփ Գվարդիոլայի Բարսելոնայում էլ այդ դա տեսել է։ Պեպ Գվարդիոլան իր հերթին մի քանի հարցազրույցում նշում էր այն ժամանակ եւ նույնը նաեւ հիմա է կատարում, բայց այն ժամանակ էր նշում, որ այդ այսպես ասած մարտավարությունը մրցաշրջանի նա տեսել է եւ սովորել է Սեր Ալեքս Ֆերգյուսոնից, Manchester United-ը Ֆերգյուսոնի օրոք դարձյալ դժվար էր մտնում մրցաշրջան առաջի կեսը, բայց Ֆերգյուսոնի կարևորագույն այսպես մարտավարական հանձնառությունը նա էր, որ իր թիմը լավագույն մարզավիճակի բերի արդեն գարնանային հատվածում, դե այդպես էլ Manchester United-ը նվաճում է շատ տիտղոսներ, այդպես փաստորեն արեց Խոսեփ Գվարդիոլան, հիմա դա կրկնում է Լուիս Էնրիկեն։ Արտետայի մասին խոսելիս մենք հակառակը հավանաբար կասենք։ Հիմա Լուիս Էնրիկեն այդ մարտավարությունն է վարում եւ փաստորեն հաջողում է։ Այո, եւ մենք այդ թեմայի մասին շատ ենք զրուցել միասին, թե ինչպես էր ժամանակին Ֆերգյուսոնը, հետո նաեւ Գվարդիոլան իրենց թիմերին բերում այդ մարզավիճակի պիկին հենց մրցաշրջանի երկրորդ հատվածում, եւ այստեղ նորից կարող ենք վերադառնալ այդ մտքին, որ Paris Saint-Germain-ը հաստատ գիտի, որ չի կարող մրցաշրջանի առաջին հատվածում այնպես տապալվել, որ ոչնչի համար չպայքարի երկրորդ հատվածում, այսինքն 24-յակի մեջ չհայտնվել հաստատ կլինի, այո, Լիգա 1-ում չի կարող ինչ-որ սցենարով նրանք չեմպիոնական մրցավազքից դուրս մնան, նույնիսկ ծիծաղելի է դա ասելը, այնպես որ դա հնարավորություններ է տալիս Paris Saint-Germain-ին եւ ամեն դեպքում պետք է նաեւ ընդգծել, եթե կոնկրետ այս մրցաշրջանի մասին ենք խոսում, Paris Saint-Germain-ը ամեն դեպքում հոգնած էր անցած մրցաշրջանի ավարտը ծանր էր, ամեն դեպքում Չեմպիոնների լիգա, Լիգա 1, գավաթը հաղթեցին նաև, հետո աշխարհի ակումբային առաջնություն մինչև եզրափակիչ հասան
ուղևորություն Միացյալ Նահանգներ, հետո նախամրցաշրջանն էլ շատ շուտ սկսվեց, որովհետև կհիշեք սուպեր գավաթին էին նրանք մասնակցում Տոտենհեմի հետ, այսինքն հանգիստ չունեցավ թիմը ըստ էության եւ ֆուտբոլիստները ու նորմալ է, որ մի փոքր վատ սկսեցին, մի փոքր անկայուն էին, ես օրինակ երբ համեմատում էի միավորների քանակը այս ու անցած մրցաշրջանի, այս մրցաշրջանում շատ ավելի քիչ են միավորված եկել Լիգա 1-ում, բայց միևնույն է չեմպիոն են։ Ամենակարևորը այն է, որ նրանք մոտեցել են կրկին ամենակարևոր խաղին, Չեմպիոնների լիգայի եզրափակիչին եւ վստահ եմ շատ լավ ֆիզիկական ֆունկցիոնալ վիճակում են լինելու եւ իհարկե այդ ամենը առաջին հերթին Էնրիկեի շնորհիվ է, դուք շատ ճիշտ նշեցիք։ Արամ, խոսեցինք մարտավարությունից այն ինչը կիրառում է մարշչական կազմը։ Հիմա զուտ նաև խոսենք այն խաղից, որը ցույց է տալիս, ցուցադրում է Paris Saint-Germain-ը։ Ես շատ անգամ այս տաղավարում դրա մասին խոսելիս նշել եմ, որ տեսեք Paris Saint-Germain-ի նման հակագրոհող թիմ վերջին 20 տարում երկու տասնամյակում ես չեմ տեսել։ Այո, կային լավագույն Ռեալը, լավագույն Ռոնալդոյով, Բենզեմայով եւ այլն, Լիվերպուլը իր Սալահ, Մանե, Ֆերմինո այդ երեակով, Բավարիայի մասին կարող ենք նշել, չնայած Բավարիան դավանում է գրոհային ֆուտբոլ, այսպես։ Լավ թիմեր կարող ենք նշել, նույն Չելսին, որը 21 թվականին այդպիսի հակագրոհային ֆուտբոլով նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։ Բայց Paris Saint-Germain-ի նման այսպիսի որակով եւ գրեթե շանս չտալով մրցակցին, ես այսպիսի հակագրոհային ֆուտբոլ չեմ տեսել։ Այդպիսի աստղեր լավ կատարողներ ունենալով իր կազմում, Փարիզը հիանալի է կիրառում այդ մի մանևրը, այսպես ասեմ։ Դա երևաց այս մրցաշրջանում օրինակ 1/8 եզրափակչում Չելսի հետ դիմակայությունում առաջի խաղը չափազանց լավ ցուցիչ էր, այդ բառը դուք կիրառեցիք, լավ ցուցիչ էր այդ խաղի, երբ որ տեսանք 5-2 այդ խաղը ավարտվեց, Չելսին չգիտես ինչու գնացել էր գրոհային ֆուտբոլ Փարիզում խաղալու եւ այդ հակագրոհներով գոլեր էր բաց թողում եւ լավագույն այսպես ցուցադրվող այդ դրվագը վերջին րոպեին, արդեն ավելացված րոպեին 5 ֆուտբոլիստով փարիզցիները փախան Չելսի դարպասին վազեցին երկու պաշտպան ունենալով որպես դիմադրություն, ոչ ավելին։ Ով ավելի մոտ է մրցակցի դարպասին, նա վազում է հակագրոհի։ Հիանալի դա Էնրիկեն այդ խաղը դրել է եւ արդյունքի է հասնում։ Դա տեսանք նաեւ Բավարիայի հետ կիսաեզրափակչում։ Այդպես չէր։ Դա ուզում ասել, որ Բավարիայի հետ կիսաեզրափակիչը եթե ավելի վառ էր ցույց տալիս, թե որքան լավ է հակագրոհում Paris Saint-Germain-ը երկրորդ խաղակեսի սկզբում Բավարիան այսպես նետվեց առաջ ու դա սխալն էր Վենսան Կոմպանիի իմ կարծիքով, եթե չլիներ այդ անհասկանալի որոշումը, այդպես Paris Saint-Germain-ի դեմ խաղալ չի կարելի, նետվել առաջ, բայց մի քանի գոլ բաց թողեցին, շատ արագ հաշիվը դարձավ 5-2, ճիշտ է, հետո Բավարիան հետ եկավ։ Ես ընդհանրապես գտնում եմ, որ այս Փարիզը թույլ կողմեր գրեթե չունի։ Պաշտպանությունը թույլ չի, դարպասապահը թույլ չէ։ Ոչ, Սաֆոնովը փայլուն է խաղացել, ես նույնիսկ հիշում եմ, որ Բավարիայի հետ պատասխան խաղից առաջ Ստիվեն Ջերարդը TNT-ի եթերում ասաց, որ իմ կարծիքով թույլ օղակը լինելու է Սաֆոնովը, բայց ապշած էր նաև Ջերարդը Սաֆոնովի շատ վստահ խաղից։ Այնպես որ բրավո նաև Սաֆոնովին, պաշտպանությունը շատ սոլիդ է ինձ համար, անցած մրցաշրջանում էլ Պաչո Մարկինիոս, հետո Մենդեշն ու Հակիմին բացի պաշտպան լինելուց, ինչպես դուք նշեցիք, շատ են միանում գրողներին գոլ էր խփում, Հակիմին անցած տարի այնքան գոլ էր խփել, որ նա մեր վիճակագրությանը չէր հավատում, որ ինքը աճ պաշտպան է։ Ես չեմ կարծում, որ օրինակ Բավարիայից 4 գոլ բաց թողնելը կամ Չելսիից գոլ ընդունելը դրանք պաշտպանության տենց ինչ-որ լուրջ խնդիրների մասին են խոսում։ Նույն Լիվերպուլին Paris Saint-Germain-ը հաղթեց 2-4 խաղերով, Բավարիայի հետ պատասխան խաղ եկեք հիշենք, Allianz Arena-ում Բավարիան չգիտեր ինչ աներ։ Այնպես որ PSG-ն իմ կարծիքով գրեթե թույլ կողմ չունի այս երկու մրցաշրջաններում, Էնիկեն թիմին փորձում է հասցնել կատարելության, դա չի նշանակում, որ օրինակ Arsenal-ը շանսեր չի ունենալու կամ չի կարող հաղթել PSG-ին, կարող է, միանշանակ կարող է, բայց Փարիզը փայլուն ձևով այս տարիների ընթացքում օգտագործեց Էնրիկեի այդ ամբողջ ներուժը, ամբողջ իշխանությունը տալով մարշին եւ դրա պտուղները քաղում է։ Եթե նույնիսկ չհաղթեն Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում, ես վստահ եմ, որ փայլուն նվաճում են համարելու նաեւ մինչեւ եզրափակիչ հասնելը նորից։ Փարիզի թեման փակելով, մենք նախորդ
շաբաթ, չէ, 2 շաբաթ առաջ այսպիսի մի ինսայթ արտահոսք եղավ փարիզցիների մարզումներից, մենք տեսանք, թե ինչպես են մարզում դարպասապահներին։ Ակնհայտ էր, որ նախապատրաստում են Արսենալի դեմ դիմակայությանը եւ դարպասապահները այսպես մարզվում էին, սովորում էին, թե ինչպես Արսենալի այդ հայտնի այդ ստանդարտների խաղարկումները, անկյունայինների խաղարկումների դեմ, ինչպես պետք է դարպասապահը գործի, այսինքն այդ դիմադրության ժամանակ, երբ որ նույնիսկ մրցակցի ֆուտբոլիստը խանգարում է իր տեղաշարժին դարպասապահի, չէ՞ որ Արսենալը այդ մանր ներբությունները կիրառում է, խանգարում է դարպասային, ինչպես դարպասապահը։ Հիմա նույնիսկ Սաֆոնովին են նախապատրաստում։ Այսպես սահուն գալիս ենք Արսենալի, բայց Փարիզի հարցն է։ Ես անկեղծ չեմ տեսել այդ տեսանյութը, բայց վստահ եմ, որ Էնրիկեն եւ մարզչական շտաբը լավ աշխատանք են կատարում այդ ուղղությամբ։ Սաֆոնովը իհարկե ունիկալ կերպար դարձավ, երբ Դոննարուման հեռանում էր, ես էլ էի այդ տեսակետին, որ PSG-ն Չեմպիոնների լիգայում երկար չի գնա առաջ, որովհետև մենք միշտ խոսում ենք այս մրցաշարում դարպասապահների կարևորության մասին, բայց հաղթեց մրցակցությունը Շևալիեին եւ նաեւ ինչ որ չափով Սաֆոնովի շնորհիվ նաեւ Paris Saint-Germain-ը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է։ Դե եթե Արսենալին ենք արդեն անցնում, նախ այս հարթակն էլ օգտագործելով Արսենալի երկրպագուներին շնորհավորում եմ չեմպիոնության կապակցության Պրեմիեր լիգայում երկար սպասված չեմպիոնության եւ իհարկե մենք խոսեցինք Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի անցած ճանապարհների մասին, չեն կարող չընդգծել, որ Արսենալի բախտը այս առումով մի փոքր բերեց ու հեշտ հատվածում հայտնվեցին ցանցի, ես ընդհանրապես երբ 1/8 եզրափակիչի եւ մյուս փուլերի վիճականությունը մեկնաբանում էինք, հենց ավարտվեց վիճականությունը, ես շատ տխուր դեմքով դուրս եկա մեկնաբանական խցիկից, մեր գործընկերը Իշխանը Մելքոնյան հարցեց ինչ եղավ, ինչի ես այսքան տխրել, ասեցի շատ վատն էր վիճականությունը ու ես մինչև օրս այդպես եմ կարծում, որովհետև Ռեալը, Բավարիան, PSG-ն, Սիթին, Լիվերպուլը, Չելսին բոլորը հայտնվեցին մի հատվածում։ Միջուղի մեջ, այո, այսինքն այդ թիմից միայն մեկը կարող էր լինել եզրափակիչում, մյուս կողմում իհարկե ամենայն հարգանքով, բայց կար Բարսելոնան, դե Բարսան, Ատլետիկոն, Արսենալը ամենաուժեղ թիմերն էին եւ ակնհայտ էր, որ այդ 3-ից 2-ը լինելու են կիսաեզրափակիչում, ու այնտեղ իհարկե Բայերը, Բուդիոգլիմտը, Սպորտինգը, Տոտենհեմը շատ վատ վիճակում գտնվող Նյուքասլը, հասկանալի է, որ շատ անհավասար բաշխվեց ցանցերը, ես անկեղծ զարմացած եմ, որ Բարսան այդքան շուտ դուրս մնաց, պետք է անցնեին Ատլետիկոին, բայց դե Սիմեոնեն այս մրցաշրջանում իր սև գործը արեց երկու մրցաշարից Բարսային դուրս թողնելով։ Աքիլեսյան գարշապարն է Ատլետիկոն ու Բարսելոնայի։ Բայց գավաթային մրցաշարերում, որովհետև Լա Լիգայում խայտարակ վիճակագրություն ունի Բարսայի հետ։ Եվ Արսենալին իհարկե բախտը մի փոքր բերեց, բայց ես չեմ ուզում նսեմացնել Արտետայի ու ֆուտբոլիստների աշխատանքը եւ չեմ բացառում, որ եթե շատ ուժեղ ցանց լիներ, միևնույն է Արսենալը հասներ եզրափակիչ։ Մենք տեսանք անցած մրցաշրջանում Արսենալը որքան լավ խաղաց նույն Բավարիայի հետ, Paris Saint-Germain-ի հետ, Բավարիայի հետ այս մրցաշրջանում Ռեալին իհարկե ինչպես դուրս թողեցին։ Այնպես որ ի վերջո Արամ չմոռանանք, որ Արսենալը այս մրցաշրջանի լիգայի գավաթի հաղթողն է, այո, հաղթողն է 100% արդյունքով։ Ուղղակի մի այսպիսի նրբերանգ առանձնացնեմ, որ եթե Արսենալը լիներ դժվար ցանցում, գուցե դա ազդեր Պրեմիեր լիգայի վրա։ Այսինքն ինչ որ չափով Սպորտինգին, Բայերին դու կարող ես հաղթել, չասեմ ուժերի ոչ գերլարումով, բարձ է որ խաղացել են մեծ նվիրվածությամբ, բայց ամեն դեպքում Սպորտինգը PSG չէ, Ռեալ չէ, Բավարիա չէ, միայն տրամադրվածության տեսանկյունից, այնպես որ սա Արսենալին օգուտ տվեց, բայց գիտեք Արսենալի բախտը այնքան չի բերել վերջին տարիների ընթացքում, որ այս անգամ թող բախտը ժպտար, ես անկեղծ ուրախ եմ Արսենալի համար, նրանք արժանի են։ Նախորդ տասնամյակներում ես կհիշեմ նույնիսկ Արսեն Վենգերի գլխավորությամբ Արսենալը, որը լավ խաղեր ցուցադրում, բայց այդ վիճակագրությամբ իսկապես չէին հաջողում եւ 1/8 եզրափակչի մրցակից ստանում էին գերհզոր Բավարիա կամ Բարսելոնա Մեսիով կամ Ռեալին էին ստանում, բայց Ռեալին անցնում էին։
Դե ամեն դեպքում այդ խոշոր հաշիվներով պարտվում էին այնտեղ։ Հիմա Արսենալի խաղին եւ ընդհանուր մարտավարական այդ մարտավարության անդրադառնանք, որը տեսանք այս տարի, այս մրցաշրջանում, թե լիգայի փուլում, թե նաև play-off այս փուլում, մենք տեսանք, որ լիգայի փուլում նախ Արսենալը աշնանային շրջանում իսկապես հիանալի մարզավիճակում էր։ Միավորներ էր այսպես մեկը մեկի հետևից վաստակում Պրեմիեր լիգայում Անգլիայի եւ կարծես այդ ժամանակահատվածում փոկվեց եւ դա օգնեց արդեն այս անկումային շրջանում գարնանային, երբ որ միավորներ էին կորցնում, բայց այդպիսի տարբերությունը այնպիսին էր, որ նույնիսկ Մանչեսթեր Սիթին իր հիանալի մարզավիճակ հավաքելով փաստացի չհասավ Արսենալին եւ մեկ տուր մնում էր արդեն առաջնության ավարտից առաջ Արսենալը այդ չեմպիոնական տիտղոսը նվաճեց։ Հիմա Արտետան ինչ ցուցադրեց իր թիմով հանդերձ, թե լիգայի փուլում, թե play-off-ում։ Զուտ խաղային իմաստով։ Երեք ես լսում էի Արտետայի հարցազրույցը արդեն չեմպիոնությունից հետո, նա ասաց, որ Պրեմիեր լիգայում ընդամենը 2 անգամ է այս մրցաշրջանում մտածել, որ իրենք հնարավոր է չեմպիոն չդառնան եւ երկուսն էլ պայմանավորված են եղել վնասվածքներով։ Մեկը Սուրբ Ծննդյան տոներին, երբ մի քանի ֆուտբոլիստ հիմա կդժվարանամ հիշել ովքեր, բայց դուրս են մնացել շարքից, մյուսը ասաց Բորնմութի հետ այդ պարտությունն էլ չէր, ավելի շատ միջազգային դադարից հետո, երբ կհիշեք Ռայսը սական վնասվածքով վերադարձան, ասաց, որ մյուս բոլոր ժամանակահատվածներում վստահ է եղել, որ Արսենալը չեմպիոն է դառնալու։ Գալով չեմպիոնների լիգային ինձ թվում է այստեղ իրավիճակը մի փոքր այլ է եւ Արտետան ու իր ֆուտբոլիստները միշտ են վստահություն ունեցել, որ երկար ճանապարհ են գնալու։ Ինձ թվում է այդ տարբերությունը առաջին հատվածի եւ երկրորդ հատվածի պայմանավորված է հենց այդ վնասվածքներով եւ որոշակի մի փոքր հոգեբանական մտքերով, այսինքն չհավատալով Պրեմիեր լիգայի հաջողությանը, որոշակի կասկածներ ունենալով, այսինքն սա անդրադառնում է նաև թիմի խաղի վրա։ Ես վստահ եմ, որ որքան էլ դու տակտիկապես լավ պատրաստվես, չգիտեմ, մրցակցին լավ ուսումնասիրես, բայց եթե այստեղ դու ինչ-որ մտքեր ունես, դա չի կարող քո վրա չանդրադառնալ, դաշտում ֆուտբոլիստների վրա չանդրադառնալ։ Եվ մի հետաքրքիր բան էլ ասաց Արտետան, Բորնմութի հետ խաղից հետո ասաց, ինձ համար ամենակարևորը, թե ինչպես է թիմը արձագանքելու, ինչպես է թիմը խաղալու այդ ճնշման տակ ու այդ ընթացքում նաև Չեմպիոնների լիգայի խաղերն էր ու Արտետան ասաց, որ մինչև դու չհավատաս քո հաղթանակին, այդ հաղթանակը չի գալու եւ կարեւորը այդ հաղթանակին նորից հավատալն էր։ Ես Արսենալի երկրորդ հատվածում մրցաշրջանի ես որոշակի խնդրահարույց խաղը, երբ երկրպագուները շատ են քննադատում, հենց դրանով են պայմանավորում, որ Արսենալը շատ լուրջ հոգեբանական նաև խնդիրների մեջ է եղել, ճնշման տակ է եղել եւ բնական է, որ թիմի խաղի փայլը ընկավ։ Բայց միևնույն ժամանակ պետք է հիշենք, որ ֆուտբոլում տիտղոսներ նվաճում են հենց այդպիսի խաղով երբեմն, եւ խնդրեմ վառ ապացույցը Արսենալը շատ գեղեցիկ էր խաղում 2-3 մրցաշրջան, բայց միթե արժանի չեն Արսենալի երկրպագուները վերջապես այդ տիտղոսը զգալուն, ինչպես անգլիացիները ասում են worth it, այսինքն այդ սպասում արժեր տեսնել այդ անկյունայինից, չգիտեմ, վատ գոլերը, 1-0 հաղթանակները միայն թե այդ տիտղոսը գար։ Բայց այդ պրագմատիզմը Արտետային ու իր թիմին օգնեց։ Ճիշտ է, շատերը քննադատում էին նույնիսկ այդ Արսենալ Ատլետիկո այդ կիսաեզրափակի զույգը անվանում են հարամբոլ, ի տարբերություն Բավարիա PSG զույգի, որը հիանալի ֆուտբոլ նախ տեսանք Փարիզում, գոլառատ 9 գոլ եւ այլն, այստեղ հարամբոլ է, երկու թիմերն էլ դավանում են պրագմատիզմ, պրագմատիկ ֆուտբոլ, ինչ ենք տեսնելու, տեսանք իրականում կիսաեզրափակում խաղ, բայց այդ պրագմատիզմը ի վերջո օգնեց Արսենալին հասնել թե չեմպիոնությանը իր առաջնությունում, ազգային առաջնությունում, թե հասնել եզրափակչին այստեղ Չեմպիոնների լիգայում։ Այո, ես մի փոքր այդ քննադատություններին տենց շատ ուշադրություն չեմ դարձնում, այս մրցաշրջանում խաղեր են եղել Ատլետիկոյի մասնակցությամբ օրինակ, որտեղ ես ուղղակի ապշել եմ այդ խաղի գեղեցկությունից, օրինակ Բարսային ինչպես նրանք հաղթեցին Գավաթի առաջին խաղում, կիսաեզրափակիչ, ուղղակի խելահեղ խաղ էր, ինտենսիվություն, այն է ինչ երկրպագուները ուզում են։
Նույնն էլ Arsenal-ը խաղեր ա եղել այս մրցաշրջանում էլ, նույնիսկ այս վերջերս, երբ նայում ես հասկանում ես այդ թիմը ինչ պոտենցիալ ունի, դե Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում ինձ թվում է նորմալ է, որ խաղասեղանին շատ բան կա դրված եւ թիմերը այդպես առաջ չեն նետվում։ Իհարկե PSG Բավարիայի համեմատության մեջ, հա, Arsenal Atletico-ն ավելի տենց Ոչ դիտարժան էր, հա, երբ այդպես ավելի ճիշտ կլինի ասել, ինչպես օրինակ անցած տարի Ինտեր Բավարիան էր, չէ, այդ խելահեղի երկու խաղերը, Ինտեր Բարսելոնա ներողություն, եւ Բավարիանն էլ էր իդեպ շատ հետաքրքիր։ Այո, Ինտեր Բարսելոնան էր մյուս խաղը Paris Saint-Germain Arsenal, որտեղ այդքան շատ գոլեր չեղան, 1-0 հաղթեց PSG-ն Լոնդոնում, այնտեղ ոնց որ 2-1։ Մի խոսքով, երկրպագուների ընկալումները իհարկե միշտ էլ տարբեր են լինում։ Ինչ սպասենք եզրափակչից, շատ կարճ ամփոփենք, անցնենք Եվրոպա լիգային։ Ինձ թվում է չի լինի այն ինչ անցած տարի։ Չի լինի այն ինչ անցած տարի, PSG-ն այդքան վստահ չի հաղթի։ Եթե հաղթի, այո, եւ ես վստահ եմ, որ շատ հնարավոր է մարշական, տենց ինչ-որ շատ հետաքրքիր բախում տեսնենք, որովհետև երկու մեծ մտածողներ են, ու ինձ թվում է այն թեթևությունը եւ երջանկությունը, որ Arsenal-ը զգաց Անգլիայի Պրեմիեր լիգան հաղթելուց հետո, գուցե նրանց օգնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Եվ գուցե օգնի այն, որ այդ տիտղոսը նվաճեցին ոչ վերջի տուրում, ոչ վերջի մրցափուլում Անգլիայում։ Crystal Palace-ի հետ մի փոքր կհանգստանան։ Ռոտացիա կիրառ։ Անցնենք Արամ նաև Եվրոպա լիգայի եզրափակչին, դուք մեկնաբանեցիք այդ եզրափակիչը, ինչ տեսանք այդտեղ, Aston Villa-ն ակնհայտ ֆավորիտ էր համարվում մրցաշրջանի սկզբնամասում, Չեմպիոնների լիգայի որակի թիմ է վերջը, չմոռանանք, որը հանդես էր գալի Եվրոպա լիգայում։ Հաշվի առնելով թե ովքեր են Եվրոպա լիգայում մրցակիցները, փաստացի մենք տեսանք, որ եզրափակիչը նույնպես այսպես մրցակցային չէր առնվազն։ Այո, եզրափակիչի մասին ու Եվրոպա լիգայի սխարկության շատ չեմ ուզի խոսել, Aston Villa-ի համատեքստում այլ բան կուզեմ ասել։ Ունայի Էմերի Նաև Էմերի, մի փոքր էլ եթե հետ գնանք 2019-ին, քանի որ երկրպագուների հիշողությունը առասարակ ֆուտբոլում եւ ընդհանրապես ցավոք կարճ է, շատ շուտ մոռանում են ամեն ինչ։ Aston Villa-ն 2019-ին խաղում էր Championship-ի play-off-ի եզրափակիչում դերբիի հետ։ Շատ դժվարությամբ հաղթեց 2-1 այդ խաղը, Ջեք Գրիլիշն էր խաղում Aston Villa-ում այն ժամանակ այդ պատրված կոշիկներով, եւ այս կազմից կար միայն Ջոն Մագինը, Թայրոն Մինքսը եւ Թեմի Աբրահամը։ Եզրափակիչից մեկ օր առաջ Ջոն Մագինը մի շատ հետաքրքիր բան պատմեց, որ այդ 2019-ի խաղը ճակատագրական է եղել Aston Villa-ի համար, որովհետև եթե չհաղթեր դերբին, ակումբում տեղի չէր ունենա այդ բաժնետոմսերի, բաժնեմասերի փոփոխությունը, եւ գուցե ակումբը առասարակ Championship-ից մինչեւ որս բարձրացած չլիներ։ Հետո արդեն 2022-ին բերեցին Ունայ Էմերին, որը տեսեք թե թիմին ուր հանեց, ես շատ ուրախ եմ Aston Villa-ի համար, ամենակիչ գումար ծախսած թիմն է Պրեմիեր լիգայում անցած մրցաշրջանից հետո։ Ու նրանք հաղթում են Եվրոպա լիգան ու վերադառնում նաև Չեմպիոնների լիգան։ Բայց տեսնում ենք Aston Villa-ում ինչ աստղեր են արդեն աճում եւ իրենց տաղանդը, նույն Մորգան Ռոջերսը, որը այս պահի դրությամբ կարծես թե համարվում է Անգլիայի հավաքականի լավագույն խաղարկողը։ Այո, եւ նույն Օլի Ոթկինսը, որը մինչև Էմերի գալը համարվում է շատ միջակ, նույնիսկ միջակից երբ թե թույլ ավելի հարցակվող, բայց Էմերին ինչպես նրան բացեց, այնպես որ բրավո Aston Villa-ին եւ շատ հաճելի է, որ ֆուտբոլիստները չեն գնում այս թիմից, սիրում են այս նախագիծը, մնում են եւ ուզում են շարունակել, այնպես որ անգլիական ֆուտբոլի համար իսկապես շատ նշանակալի օրեր են։ Եվ չմոռանանք, որ նախորդ մրցաշրջանում Champions League-ի play-off-ում Aston Villa-ն այսպես ճակատի Aston Villa-ն իմ կարծիքով նույն հիանալի Aston Villa-ն չլիներ Ջանլուիջի Դոնարուման, Aston Villa-ն անցնելու էր Paris Saint-Germain-ին, ես սա վստահեցնում եմ, այդ օրը վերջի րոպեների, երբ որ Aston Villa-ն հաղթում էր 3-2 հաշվով, վերջի րոպեներին այդ 2-3 գոլային պահերի մաս խելահեղ էր ուղղակի, PSG-ի եւ թե ամենաբարդ խաղն է եղել անցած մրցաշրջանի պատասխան խաղը Aston Villa-ի հետ, շատ ուրախալի է, որ այս թիմը վերադառնում է Չեմպիոնների լիգա, շատ ուրախալի է, որ վերջապես նորից եվրոպական տիտղոս նվաճեցին երկար տարիների դադարից հետո, իսկ Ֆրայբուրգը այնտեղ չեմ ասի թե պատահական էր հայտնվել, էլի շատ լավ թիմ է, շատ լավ կոլեկտիվ է, բայց արեցին առավելագույնը կարծում եմ։ Վերջին րոպեն Ունայի Էմերի, խնդրում եմ, շատ է խոսվում իր մասին։
Ունե Էմերին իմ կարծիքով անչափ top ուժեղ մարզի չէ, շատ մեծ մտածող է նորից Ռուսաստանում չմոռանանք ինչպես իր հետ վարվեցին եւ ինչ պիտակներ տվեցին Ունայի Էմերին, նույն Ձյուբանը, այդ ռուսերեն այդ տրեներիշկա, դե ապացուցեց էլի ով է տրեներիշկան իրականում, երբ Էմերին իդեպ մի բան ասեմ, ես սրանով եզրափակենք, Էմերին երբ գալիս էր Աստոն Վիլան 17-րդ տեղում էր, Վիլյարեալը խաղում էր Չեմպիոնների լիգայում, եթե ճիշտ եմ հիշում, կամ Եվրոպա լիգայում։ Եկավ Աստոն Վիլա, բոլորը զարմացած էին ինչու, ինձ թվում է հիմա բոլորը հասկացան թե ինչու։ Էմերին իր առաջին ասուլիսի ժամանակ ասել էր, որ ես ուզում եմ Աստոն Վիլայի հետ երկու բան՝ խաղալ Եվրոպայում եւ հաղթել տիտղոս, բայց Էմերին Աստոն Վիլայի հետ տիտղոս հաղթեց հենց Եվրոպայում եւ սա իհարկե շատ գեղեցիկ պատմություն է, որը իդեպ շարունակվում է։ Շնորհակալ եմ Արամ հետաքրքիր զրույցի համար։ Մեր ունկնդիներին եւ ակնդիներին հիշեցնեմ, որ իմ հյուրն է մարզական մեկնաբան հաղորդավար Արամ Սահակյանը, սա Սպորտքասթի հերթական թողարկումն էր, ես Դավիթ Աղաբեկյանն եմ, առայժմ։ Sportcast